Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է բարի երեկո սիրելի հայրենակիցներ, օրն ամփոփելու ենք միասին, բայց նախ համառոտ։ Ինտիմ սկանդալից հետո Արշակ Սրբազանը խախտել է լռությունը, առաջին ասուլիսի մանրամասները։ Կոչ բանտից Միքայել եւ Բագրատ Սրբազանները կաթողիկոսին հորդորել են պաշտոնանկ անել անհնազանդներին։ Լևոն 14-րդի ողջույնը Գարեգին II-ին Թուրքիայից, ինչ է տեղի ունեցել հայկական եկեղեցում աղոթքի ժամանակ։ Օկուպացված Արցախը կրակի մեջ, Քարվաճառում եւ Քաշաթաղում անտառային հրդեհներ են։ Զելենսկին շտապել է Մակրոնի մոտ, սեղանին ամերիկյան խաղաղության ծրագիրն է։ Եվ արտակարգ դեպք Երևանում, փլուզվել է Դաշնամուրի նախկին գործարանը։ Եվ այսպես ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եկող շաբաթ գումարվելու է եպիսկոպոսաց ժողով։ Մայր Աթոռն է այս մասին հայտարարություն տարածել ու նշել, թե քննարկվելու են եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։ Իսկ վարչապետի մասնակցությամբ Կիրակնորյա պատարագն այս անգամ էլ առանց միջադեպի չի անցել։ Պետություն եկեղեցի դիմակայությունը հասել է մի կետի, երբ ոստիկանությունն է որոշում, ով իրավունք ունի մնալ եկեղեցում, ով ոչ։ Իսկ պատարագի սրբազան տեքստը արդեն որերորդ անգամ խմբագրվում է ըստ քաղաքական նպատակահարմարության։ Կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում բռնի ուժով հեռացվել է կաթողիկոսի հիշատակումը պահանջողները, քանի որ Փաշինյանի ներկայությամբ քահանան ցուցադրաբար շրջանցել է հայրապետի անունը։ Ծիսական այս սկանդալին զուգահեռ իշխանական մամուլը հրապարակել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների նամակը, ինչը Արշակ Սրբազանն իր այսօրվա ասուլիսում որակեց որպես ուղիղ դավաճանություն, հերքելով նաև իր դեմ հարուցված քրեական գործի հիմքերը։ Հիշում ենք, կապված ինտիմ բնույթի տեսանյութերի հետ։ Տպավորություն է իշխանությունը գործի է դրել թե ուժային, թե քարոզչական ամբողջ զինանոցը Մայր Աթոռում իշխանափոխության հասնելու համար եւ այդ գործում հույսը դրել է նաև եկեղեցու ներքին պառակտման վրա։ Իսկ այդ պառակտման նշանները վերջին օրերին առավել ակնհայտ են։ Կաթողիկոս Գարեգին II, տեսո մամա այս ծնունդն է, ռուզա շնորհավոր։ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը պատարագի վերջում հնչեցնելու համար են Սուրբ Սարգիս եկեղեցուց ոստիկանները բռնի ուժով հանել իրավապաշտպան հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանին եւ Հայկ Դորունցին։ Եկեղեցուց հեռու մի տարածքում ազատ արձակելուց հետո Իշխանյանն ասել է, որ միայն իրենք չէին, որ պահանջել են հայոց հայրապետի անունը ասել Սուրբ պատարագի ժամանակ։ Հատվածը, որտեղ պետք է կաթողիկոսի անունը տան, մի խումբ հավատացյալներ եւ չտվեցին։ Այսինքն գրաքննել են։ Սա իսկական պատարագ չէ, էլի։ Ինչ որ մեկը որոշել է, որ պետք է կաթողիկոս Գարեգին II-ի անունը չտան։ Ու այդ մասը զեղչում են, չեն տալիս։ Այնտեղ մի խումբ հավատացյալներ գոռացին կաթողիկոս Գարեգին II։ Փաշինյանի մասնակցությամբ արդեն 6-րդ պատարագն էր Կիրակի, երբ քահանան չի հիշատակել վեհափառի անունը ինչպես կարգն է։ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցելու էր եկել Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը։ Մայր Աթոռի հրատարակչության տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը հայտարարություն էր տարածել, զգուշացնելով, որ եթե նա համարձակվի պատարագի կանոնից զեղչել եւ չհիշատակել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ Տեր Արաբատ։ Կիրակի օրը նոյեմբերի 30-ին Վերջին 1.5 ամսում վարչապետը ամեն շաբաթ տեսանյութով հայտարարում է, թե որ եկեղեցում է մասնակցելու Կիրակնորյա պատարագին։ Սա առաջին անգամ է, որ ոչ թե մարզերի, այլ Երևանի եկեղեցիներից մեկում է գնում պատարագի։ Այս անգամ Սուրբ Սարգիս էր գնացել նաև մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ արդեն 15 տարի այդ եկեղեցում է պատարագի մասնակցում եւ Փաշինյանի պատճառով արարողությունը բաց չի թողնելու։ Իդեպ հենց այստեղ է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի նստավայրը։ Նա եւ 7 այլ բարձրաստիճան հոգեվորականներ նախորդ շաբաթ գնացել էին Փաշինյանի հետ հանդիպման։ Հենց այս նույն օրն էր, որ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը, որով վեհափառ հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Երկար լռությունից հետո այսօր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մամուլի ասուլիս է հրավիրել իր շուրջ ընթացող զարգացումները պարզաբանելու համար։ Սրբազանը հերքել է իր առնչությունը համացանցում տարածված ինտիմ տեսանյութերի հետ, թեև քննչական կոմիտեն քրեական վարույթ էր հարուցել եւ հաստատել տեսանյութերի իսկությունը։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են, ես սուտ եմ։
Արշակ Սրբազանն անդրադարձել է եպիսկոպոսների իրեն մայրաթորից հեռացնելու վերաբերյալ հայտարարությանը։ Նրա խոսքով անկախ հանգամանքներից եկեղեցականների այդ քայլը դավաճանություն է։ Ընդհանրապես դա դավաճանություն է։ Ես չգիտեմ, սպառնալիքներ են եղել, սեփական համոզումներից ելնելով են այդպիսի քայլ կատարել։ Որոշակի նախապատվություններից, նախասիրություններից, այսօրվա իշխանավորների նկատմամբ անզսպելի սիրո զգացումներից, չգիտեմ, դժվարանում եմ։ Չեմ փորձել ճշտել եւ դա բացարձակապես ինձ համար կարեւոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, գործողության բնութագիրը չի փոխվում։ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը հրապարակեց նոր հայտարարություն, ըստ որի վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հույս են հայտնում, որ կաթողիկոսն ինքը կհեռանա։ Մենք ակնկալում ենք, որ Գարեգին II կաթողիկոսը իսեր մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի ստապ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների։ Կամովին հանգստյան կկոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեվոր սպասավորներն են դատապարտել Փաշինյանի հետ հանդիպած հոգեվորականներին։ Քննադատական հայտարարություն են տարածել նաեւ կալանավորված Շիրակի եւ Տավուշի թեմերի առաջնորդներ Միքայել եւ Բագրատ Սրբազանները։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց ուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում, գրել էին նրանք։ Երկրորդ հայտարարությամբ Սրբազանները վեհափառին խնդրել են դադարեցնել իրենց բառերով հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը եւ անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ Իդեպ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի հանդիպումը վարչապետի հետ Արցախահայերի շրջանում քննադատությունների տեղիք է տվել։ Որոշ արցախցիներ հավաքվել էին թեմի առաջնորդարանի դիմաց պահանջելու Տեր Վրթանեսից ներողություն խնդրել այդ քայլի համար։ Սակայն եպիսկոպոսը ոչ ներկայացավ, ոչ էլ պատասխանեց հավաքվածների զանգերին։ Նա չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցին, արդյոք կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, թե կաթողիկոսը պետք է հեռանա։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Մինչ Երևանի սրտում փորձ է արվում լռեցնել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Ստամբուլում այն հնչում է կաթոլիկ աշխարհի առաջնորդի Վատիկանի ղեկավարի շուրթերից։ Թուրքիա կատարած իր պատմական այցի եզրափակիչ ակորդը Հռոմի Պապ Լևոն 14-րդը տվեց հայոց պատրիարքարանում հատուկ աղոթքով հիշատակելով Գարեգին II-ին եւ դրանով կարծես զորակցություն հայտնելով մայրաթորին։ Ինչ խոսք հետաքրքիր հակադրություն է։ Ստամբուլի հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի բակում աղոհացով են դիմավորում Սուրբ Հաթոռի գահակալին։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիա այցի իր 4-րդ եւ վերջին օրը սկսում է Պոլսի հայ առաքելական եկեղեցում աղոթքով։ Իր աղոթքում Պապը ողջունել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ Թուրքիայի ամբողջ հայ առաքելական համայնքին։ As I greet you, I would also like to extend my fraternal regards to His Holiness Gáregen II, Supreme Patriarch. Ձեզ ողջունելով կցանկանայի նաև իմ եղբայրական ողջունները հղել նորին սրբություն Գարեգին II-ին, Գերագույն Պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերջերս ինձ պատվեց իր այցելությամբ, ինչպես նաև եպիսկոպոսներին, հոգևորականությանը եւ Ստամբուլի ու Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին։ Հայոց պատրիարք Սահակարգ եպիսկոպոս Մաշալյանը շեշտեց այն հարաբերությունները, որ հիմա են առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների միջև, ժամանակին դժվար էր երևակայել։ In recent decades, relations between our churches Վերջին տասնամյակներին մեր եկեղեցիների միջև հարաբերությունները ասել են մի խորության, որը ժամանակին հազիվ թե կարողանայինք պատկերացնել։ Ձեր այսօրվա այցը հզոր վկայություն է առ այն, որ եկեղեցիները մոտենում են միմյանց որպես եղբայրներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Այն աշխարհին հայտնում է, որ քրիստոնեական միասնությունը հնարավոր է, քանզի դա Աստծո կամքն է։ Նորին սրբություն։ Թուրքիայի հայ համայնքը փոքրաթիվ է, բայց տոկուն։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդի արտասահմանյան այցի առաջին ուղղությունը պատահական չէր ընտրված։ Հռոմի Պապը մեկնեց Թուրքիա, մի երկիր, որտեղ բնակչության գերակշռող մեծամասնությունը իսլամի հետևորդ է։ Սակայն այս երկրի տարածքում 325 թվականին տեղի է ունեցել առաջին տիեզերական ժողովը, որ մշակել է քրիստոնեական հավատո հանգանակը եւ Պապը մասնակցել է այդ պատմական իրադարձության 1700-ամյակի միջոցառմանը։ Դեպքերի հետաքրքիր հաջորդականությամբ Պապը Անկարա ժամանեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ սպանված հայ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասելուց ընդամենը ամիս ու կես անց։ Այցի առաջին իսկ օրը հագեցած էր քաղաքական ու խորհրդանշական քայլերով, ժամանելով մայրաքաղաք Անկարա Լևոն 14-րդը նախ այցելեց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, ծաղկեպսակ խոնարհելով նրա շիրիմին, ունեցավ մի շարք հանդիպումներ պաշտոնյաների ու բարձրաստիճան հոգևորականների հետ։ Հայ
Հայոց եկեղեցի այցի առիթով տաճարի պատին փակցված հուշատախտակին ավելացավ Լևոն 14-րդի անունը, որպես նշանավոր այցելու։ Պապին նվիրել են պոլսահայ վարպետների պատրաստած սկի, իսկ Լևոն 14-րդը Սուրբ Աստվածածին եկեղեցուն խաչ է նվիրել։ Անի Հովանեսյան, Reopen Media։ Անցնենք այլ թեմաների, դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել, հիշեցնեմ, նա գեներալ գնդապետ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան է, կոչումով գեներալ-մայոր, իսկ Ավագ Խաչատուրովն այսօր դատարանում էր մարտի 1-ի գործով։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես լուծարված է նոյեմբերի 30-ին կեսգիշերից 1 րոպե առաջ կառույցն ու հարակից մարմինները դադարեցրել են գոյությունը 30-ամյա ձևաչափի փակման հիմքում Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումն է, որը հաստատվել է ԵԱՀԿ ֆիննական նախագահության կողմից։ Այսպիսով Մինսկի գործընթացն այլևս գոյություն չունի։ Հիշեցնեմ, որ խմբի լուծարումը Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկն էր։ Իսկ վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը ավարտից հետո մամուլի ասուլիս կլինի, որին կմասնակցեն Միրզոյանը, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալազը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Տեսնենք ինչ կա ռուս-ուկրաինական ճակատում։ Սպիտակ տունը կրճատել է խաղաղության ծրագրի կետերը 28-ից 19-ի, դրանով կարծես փորձելով արագացնել հանգուցալուծումը։ Բացի այդ, խոսում է լավ ընթացքի մասին, մինչդեռ Եվրոպայի դժգոհությունները եւ ռազմաճակատի իրականությունը հուշում են հակառակը։ Այս ընթացքում ռուսական զորքերը գրավում են նոր բնակավայրեր, իսկ Կիևը թիրախավորում է նավթային լցանավերը։ Այսպիսով խաղաղության թղթե ծրագրերը դեռևս ոչինչ չեն կարողանում անել իրական պատերազմի դեմ։ Ստացվում է դիվանագիտական սեղանի շուրջ ժպիտներ են, իսկ դաշտում թեժ մարտերը չեն դադարում։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասնակցել են ուկրաինական պատվիրակությունը եւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նոր հույսեր են արթնացրել։ Քննարկվել են խաղաղության նորացված ծրագիրը, որը նախնական 28 կետից կրճատվել է 19-ի։ Այս գործընթացի վերաբերյալ լավատեսություն է հայտնել Դոնալդ Թրամփը։ Բանակցություններն ընթանում են եւ ընթանում են լավ։ Մենք ցանկանում ենք դադարեցնել մարդկանց սպանությունը։ Սա մեզ հետ այնքան էլ կապ չունի, բայց ես կցանկանայի տեսնել, կարող են արդյոք բազմաթիվ կյանքեր փրկվել։ Շատ մարդիկ են սպանվում։ Անցյալ ամիս այդ անհեթեթ պատերազմում, որը երբեք չպետք է տեղի ունենար, 27000 մարդ է զոհվել։ Դա երբեք տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահը։ Բանակցությունների առանցքային նպատակը ոչ միայն կրակի դադարեցումն է, այլև ապագայի կայունության երաշխիքների ստեղծումը։ Պետքարտուղարը հստակեցրել է, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան պարզապես զինադադարի կնքումը։ Մենք եւս մեկ շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, զարգացնելով Ժնևի արդյունքները եւ հիմնվելով այս շաբաթվա իրադարձությունների վրա։ Ինչպես արդեն նշել եմ այս առավոտյան, մեր նպատակն այստեղ պատերազմին վերջ դնելն է։ Սակայն խնդիրն ավելին է, քան պարզապես պատերազմը դադարեցնելը։ Մենք ոչ միայն ցանկանում ենք ավարտել պատերազմը, այլև օգնել Ուկրաինային հավերժ անվտանգ լինել, որպեսզի նրանք այլևս երբեք ստիպված չլինեն բախվել նոր ներխուժման, եւ որ պակաս կարեւոր չէ, մենք ցանկանում ենք, որ նրանք թեւակոխեն իրական բարգավաճման դարաշրջան։ Ուկրաինական կողմը եւս հաստատել է բանակցությունների բարդ, բայց արդյունավետ բնույթը։ Կիևի ներկայացուցիչները շեշտադրել են, որ ԱՄՆ-ի աջակցությունը շարունակում է մնալ վճռորոշ։ Մենք քննարկում ենք Ուկրաինայի ապագան, քննարկեցինք բոլոր կարևոր հարցերը, որոնք նշանակություն ունեն Ուկրաինայի եւ ուկրաինացի ժողովրդի համար, եւ Միացյալ Նահանգները չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեց։ Մենք արդեն հաջող հանդիպում էինք ունենում Ժնևում եւ այսօր զարգացրեցինք այդ հաջողությունը։ Այսպիսով տվյալ պահին այս հանդիպումը եղել է արդյունավետ եւ հաջողված։ Սակայն մինչ դիվանագետները փորձում են եզրեր գտնել խաղաղության համար, Եվրոպայում զգուշավորություն են ցուցաբերում։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը շեշտում է, որ ռազմի դաշտում իրավիճակը պահանջում է Ուկրաինայի դիրքերի առավելագույն ամրապնդում, նախքան որևէ վերջնական համաձայնություն։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում, ուստի մենք պետք է հնարավորինս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի նախապատրաստենք նրանց պաշտպանել իրենց այս չափազանց դժվարին ժամանակահատվածում։ Սա կարող է վճռորոշ շաբաթ լինել դիվանագիտության համար։ Երեկ մենք տեղեկացանք, որ Ամերիկայում կայացած բանակցությունները եղել են բարդ, բայց արդյունավետ։ Մենք դեռևս չգիտենք արդյունքները, սակայն ես այսօր կզրուցեմ Ուկրաինայի պաշտպանության նախարարի, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ։ Կայա Կալասի մտահոգությունները հիմնավորված են ռազմաճակատից ստացվող տեղեկությունների
հարձակություններով ռուսական զորքերը շարունակում են առաջ խաղացումը Պոկրովսկի ուղղությամբ եւ հարվածներ հասցնում էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ռուսական զորքերի հարավ խմբավորումը Չասով Յար Կրամատորսկ երկաթգծի հարևանությամբ գրավել է Կլինովոյե բնակավայրը Դոնեցկի մարզում։ Նախագահ Զելենսկին հայտնել է, որ միայն այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կիրառել է մոտ 1400 անօդաչու թռչող սարք եւ 1100 կառավարվող ավիառումբ։ Ի պատասխան Ուկրաինան ընդլայնել է իր հարվածների աշխարհագրությունը, թիրախավորելով Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները եւ Սև ծովում գտնվող լցանավերը։ Վերջին օրերին հարձակման են ենթարկվել Կայրոս եւ Վիրատ լցանավերը, որոնք ըստ ուկրաինական կողմի մաս են կազմում Ռուսաստանի ստվերային նավատորմի։ Կրեմլը խստորեն դատապարտել է այս գործողությունը, որակելով դրանք որպես սպառնալիք միջազգային էներգետիկ անվտանգությանը։ Կրիտիկական ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչուներով հարձակումների պրակտիկան շարունակվում է։ Մեր համապատասխան գերատեսչություններն ապահովում են անվտանգությունը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Այս կոնկրետ հարձակումը վրդովեցուցիչ է, հաշվի առնելով դրա միջազգային նշանակությունը եւ միջազգային գործընկերների ներգրավվածությունը։ Մասնագետները փաստում են, որ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն։ Մինչ Զելենսկին Ելիսեյան պալատում հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, իսկ Ստիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները պատրաստվում են մեկնել Մոսկվա բանակցությունները շարունակելու նպատակով ռազմաճակատում արյունահեղությունը չի դադարում։ Առաջիկա օրերը ցույց կտան արդյոք դիվանագիտական ջանքերը կկարողանան լրացնել զենքերի որոտները, թե հակամարտությունը կթևակողի էսկալացիայի նոր փուլ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Մեր խառը աշխարհում միայն ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ չէ, որ քաոս է։ Թեհրանը հակաիսրայելական ճակատ է ձևավորում, մյուս կողմից էլ զենքի լեզվին փորձում է հակադրվել Հռոմի Պապը, որը Ստամբուլի հայկական եկեղեցուց, որի մասին ձեզ արդեն պատմեցինք, հասել է ռմբակոծվող Լիբանան։ Միջազգային դրահոսի կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում շեշտել է տարածաշրջանային երկրների համատեղ պայքարի անհրաժեշտությունը ընդդեմ Իսրայելի ծավալապաշտության եւ ագրեսիայի։ Կողմերը խստորեն դատապարտել են Գազայում, Լիբանանում եւ Սիրիայում Իսրայելի ռազմական գործողությունները, դրանք որակելով որպես լրջագույն սպառնալիք Մերձավոր Արևելքի կայունության համար եւ կոչ անելով իսլամական պետություններին համակարգել ջանքերը։ Բացի այդ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իսկ թուրքական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Իրանի միջուկային խնդիրը միջազգային իրավունքի եւ երկխոսության շրջանակում լուծելու հարցում։ Բռնությունների պատճառով Սուդանի Ալ-Ֆաշեր քաղաքից չաթ տեղափոխված հազարավոր փախստականներ բախվում են հումանիտար օգնության սուր պակասի, միջազգային ֆինանսավորման կրճատման պատճառով, ստիպված լինելով գոյատևել այլ փախստականների նվիրատվությունների հաշվին։ Մինչ ՄԱԿ-ը եւ այլ կազմակերպություններ փորձում են հաղթահարել ռեսուրսների պակասը, ժամանողների շրջանում աճում են թերսնուցումից հյուծվածության դեպքերը, իսկ մարդիկ մնում են առանց պատշաճ կացարանների։ Չնայած փախուստի ճանապարհին կրած դաժանություններին, սահմանին հասած ընտանիքները հաճախ ստանում են միայն նվազագույն աջակցություն, զրկված լինելով անվտանգ պայմաններից։ Արևմտյան Ինդոնեզիայում մոլեգնած արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած սողանքներն ու ջրհեղեղները խլել են ավելի քան 500 մարդու կյանք։ Արևմտյան Սումատրայում փրկարարները շարունակում են մաքրել ճանապարհները։ Տեղական իշխանությունները հայտնում են եւս 508 անհետ կորածի մասին։ Ըստ աղետների կառավարման գործակալության տվյալների վնասվել է ավելի քան 28000 տուն, իսկ աղետից տուժածների ընդհանուր թիվը հասնում է 1.4 միլիոնի։ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի փաստը, սակայն հրաժարվել է մանրամասնելուց։ Զուգահեռաբար սպառնալից հայտարարություններ անելով Վենեսուելայի օդային տարածքի հնարավոր ամբողջական շրջափակման վերաբերյալ։ Այս քաղաքական եւ տնտեսական ճնշումների ֆոնին Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան չի ընկրկել ամերիկյան պատժամիջոցների առջև, որպես ապացույց նշելով սուրճի արտադրության զգալի աճն ու արտահանման աշխարհագրության ընդլայնումը։ Հռոմի Պապ Լեո 14-րդը ժամանել է Լիբանան, որտեղ նրան ցուցաբերել են ջերմ ընդունելություն, չնայած իսրայելական հարվածների վտանգին եւ երկրում տիրող լարվածությանը։ Իր առաջին արտասահմանյան շրջագայության այս փուլում Պոնտիֆիկոսը հանդիպել է նախագահ Ժոզեֆ Աունի հետ, կոչ անելով դադարեցնել բռնությունները։ Մինչդեռ նախագահը անդրադառնալով պատերազմական եւ տնտեսական ճգնաժամին, վերահաստատել է լիբանանյան ժողովրդի տոկունությունն ու չհանձնվելու վճռականությունը։ Նախքան Լիբանան մեկնել է Հռոմի Պապը այցելություն է կատարել Ստամբուլի հայ առաքելական տաճար, որտեղ ջերմ մթնոլորտ հանդիպել է պատրիարք Սահակ II-ի հետ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար հայ հոգևորականների հետ միասնական աղոթք է բարձրացրել եւ ողջունել ներկա հավատացյալներին։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Անցենք առաջ օկուպացված Արցախի, Քարվաճարի և Քաշաթաղի շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ հրդեհը բռնկվել է լեռնային բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչն էլ բարդացնում է կրակի մարման աշխատանքը։ Հիշեցնեմ, որ այս տարի օկուպացված Արցախի հատվածում արդեն մի քանի խոշոր հրդեհ է բռնկվել և մտահոգություններ կային նաև, որ դրանք միտումնավոր են արվում հայկական ժառանգությանը վնասելու համար։ Իսկ հիմա Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին փլուզվել է Դաշնամուրի նախկին գործարանի շենքի մի հատվածը, Շիրակի փողոցում տեղի ունեցածի հետևանքով կա մեկ տուժած։ Մասնագետները բացառել են գազի պայթյունի վարկածը, իսկ բնակիչները վստահ են փլուզման պատճառը շենքի հին ու խոնավ լինելն էր։ Շիրակի փողոցում գտնվող նախկին Դաշնամուրի գործարանի տարածքում շինությունը մասամբ փլուզվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատներ եւ օպերատիվ խմբեր։ Եռահարկ շինության մի հատվածն է փլուզվել, որտեղ գործել է տնտեսական եւ սննդի պահեստ։ Ոստիկանությունը սահմանազատել է տարածքը, իսկ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, կա մեկ տուժած։ Տարածքի բնակիչներն ու աշխատողները ցնցված են։ Շատերն օգտվել են խանութից, որը երկար տարիներ գործել է փլուզված պահեստի տարածքում։ Ստե շուշուտ եմ ելեմ, մեքենա, տաքսի եմ վարում։ Այս շենքը ես մամաս այս տարիներ առաջ ստե աշխատե, իմ մամա, ես նոր զանգեցի, ասեցի, որ շենքը փլվել է, ասում է, դա շատ պինդ շենք է, խի պետք է փլվի, էլի, ասենք, էսի։ Փաստորեն, այնա փլվել է, էլի։ Այնա վերևից երևում է, որ պահեստ է, էլի, ասում են վերևը, ծանրությունից հնարավոր է փլվի, էդի։ Դե մի քիչ ներքև ենք մենք մնում, մեքենաները, որ այդում գալիս էին, այնպես ձենով էլի արգել։ Դե ասենք ես ինչա բան, մոմենտի տակ իմացանք, որ էս է արդեն։ Գիտեմ էլի, որ ճիշտ ասած, որ հին շենք է, էսի արդեն լիտո է էլի։ Զանգեցին, մենք ասում, մենք вообще օգտվում ենք այդ խանութից։ Դեպքը եղել է, զանգին ասին, որ սենց բան է եղել։ Ու չեմ հասկանում ինչ եղավ, ինչի համար։ Աղջիկս էլ աստե աշխատե դուրս է եկել։ Ուղղակի չգիտեմ էլի։ Մենակ Աստված գիտի ինչ է։ Փլուզման պատճառները դեռևս քննվում են, սակայն տեղում արդեն պարզվել է, որ միջադեպը գազի արտահոսքի հետ կապ չունի, քանի որ տարածքում երկար ժամանակ գազամատակարարում չի եղել։ Բնակիչներից մեկը մեծ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով փլուզման պատճառը խոնավ եւ տասնամյակներով նորոգում չտեսած պատերն են եղել։ Տեղում փրկարարները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Ներքին գործերի նախարարությունը փլուզման վերաբերյալ նոր տեղեկություն չի հրապարակել։ Մինչ փրկարարները շարունակում են որոնումները, քննությունը պետք է պարզի փլուզման հստակ պատճառները, որը մեկ անգամ եւս հիշեցրեց մայրաքաղաքում հին եւ լքված շենքերի խնդիրը։ 1962 թվականին հիմնադրված Դաշնամուրի գործարանը ժամանակին եղել է կարևոր արտադրական կենտրոն, որտեղ թողարկվել են կռունկ էլեկտրական կիթառներ եւ Կոմիտաս, Անուշ, Սևան, Երևան, Մագնիշի դաշնամուրներ։ Արտադրանքն արտահանվել է ամբողջ խորհրդային միությունով մեկ, ինչպես նաեւ Հունաստան, Լեհաստան, Հոլանդիա եւ Գերմանիա։ Աննա Հարությունյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Եվ վերջում ձմռան առաջին օրը առաջին ձնախառն անձրևն է տեղացել մեր երկրում, Սպիտակի ոլորաններում Արագածի շրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, միջպետական ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, պահպանել երթևեկության կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, միասին ամփոփեցինք ձմռան առաջին օրվա լրահոսը, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։